Բայրոնը շարունակում է ավերիչ հարվածները Հունաստանին, առաջացնելով լայնածավալ հեղեղումներ։ Կատաղի փոթորկի գրոհի թիրախում է եղել հատկապես Աթենքից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մանդրաքաղաքը։ Բնակավայրի փողոցները վերածվել են լճերի, իսկ տներն ու քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ ցեխի հաստ շերտի մեջ են ընկղմվել։ Հրշեջ ծառայությունը ստացել է օգնության մոտ 600 զանգ։ Վերջին 48 ժամվա ընթացքում ամպրոպներով եւ ուժգին քամիներով ուղեկցվող տեղատարապանձրևները զգալի վնաս են հասցրել նաև Հունաստանի մյուս բնակավայրերին՝ Էգեյան կղզիներին, Կրետեին ու Հռոդոսին։ Երկրի գրեթե բոլոր շրջաններում հայտարարվել է կարմիր վտանգի ամենաբարձր մակարդակ։ Աղետի պատճառով շատ շրջաններում փակվել են դպրոցներ, կրթական այլ հաստատություններ։ Հանրությանը կոչ է արվել խուսափել ավելորդ ճանապարհորդություններից։ Դոմինոյի էֆեկտը շարունակվել է նաև հարևան Թուրքիայում, երկրի ամենահայտնի հանգստավայրերից մեկում, Ալանյայում, հորդառատ տեղումները համատարած հեղեղումների պատճառ են դարձել։ Բնակավայրի փողոցները, ստորգետնյա անցումները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի մեջ։ Կաթվածահար է եղել տրանսպորտային համակարգը։ Անդադար տեղումների պատճառով ջրի մակարդակն արագ բարձրանում է։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հեղեղված ավտոմեքենաներից տարհանվել են բազմաթիվ մարդիկ։ Իսկ Ինդոնեզիայում մահաբեր աղետի հետևանքների ահռելի ծավալն այս օրերին ավելի տեսանելի է դարձել։ Հյուսիսային Սումատրան վերակառուցելու համար ավելի քան 3 միլիարդ դոլար է անհրաժեշտ։ Այս թիվն աստիճանաբար աճում է, քանի որ նորանոր վնասներ են ի հայտ գալիս։ Ավելանում է նաև զոհերի թիվը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ տարերքը խլել է 1000 մարդու կյանք։ Տեղական իշխանությունները կառավարությանը հորդորում են ամբողջ երկրում հայտարարել արտակարգ իրավիճակ։ Ավերիչ տարերքը սրբել տարել է ամբողջական բնակավայրեր, ոչնչացրել ճանապարհներ։ 10 օր շարունակ արտաքին աշխարհից կտրված բնակիչները սնվել են տան եղած սննդով, խմել անձրևաջուր։ Ամեն գիշեր մարդկանց ճիչեր էինք լսում, օգնություն էին կանչում։ Ջուրն անդադար բարձրանում էր, իսկ մենք ոչինչ չէինք կարող անել։ Սոված ու ծարավ երեխաներին կերակրելու համար ծնողները սկսել են թալանել սուպերմարկետները։ Մենք կարողացել ենք գոյատևել միայն թալանի շնորհիվ։ Մոլորակի մի հատվածում ջրային, մյուսում թեժ տարերք է։ Հավայան կղզիներում կրկին ժայթքել է Կիլաուեա հրաբուխը։ Լեռան խառնարանից արտանետվող լավայի ու մոխրի շատրվանները հասել են 100 հարկանի շենքի բարձրության։ Լավան դուրս է ժայթքում միաժամանակ 3 օջախից, ինչը համարվում է հազվադեպ երևույթ։ Դեղնաբոսորագույն գետերը հոսում են գրեթե անդադար եւ դա կարող է տևել մի քանի օր։ Կիլաուեան մոլորակի ամենաակտիվ հրաբուխներից է։ Մեկ տարում այն արթնանում է արդեն 38-րդ անգամ։ Ջրային աղետ է նաև աշխարհի ամենահայտնի թանգարանում, սակայն ոչ թե բնական, այլ կենցաղային։ Լուվրի թանգարանում խողովակ է վնասվել։ Գրադարանի եգիպտական հնությունների բաժնից ջրի արտահոսքի պատճառով վնասվել է 300-ից 400 ստեղծագործություն, հիմնականում գրքեր, նաև փաստաթղթեր ու գիտական ամսագրեր, որոնք օգտագործում են հետազոտողները։ Այս գրքերը թվագրվում են 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբ։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։